Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Ինչպես եք բաժանորդագրվում իմիջիայլոց HG լսողների, ինչպես միշտ ասում եմ 35%-ից ավելին, եթե ոչ 38-ից ավելին բաժանորդագրված չեն։ Երբ որ վիդեոն հայտնվում է, տակի սևը սեղմում եք, բաժանորդագրվում եք։ Դնում եք լայք, որ ավելի շատ մարդ նայի, գրում եք ձեր ցանկությունները։ Սկսենք այսօրվա հաղորդումը մի քիչ այսպես կիսահումորային ոճով, որ Նիկոլ Փաշինյանին բոլորը ձեռ են առնում, ինչպես նաև իրականության նա համապատասխանում է ձեռ առնելը, որ Նիկոլ Փաշինյանը, եթե խառնվում է կաթողիկոս ընտրելու է շոուն, որը կազմակերպված է բոլորի կողմից, Նիկոլ Փաշինյանը իրեն ուզում է հայտարարի կաթողիկոս, ինչի կաթողիկոս, սատանիստների, թե նույն սատանիստ կյանքի խոսքի, թե ուզում է թեոկրատիկ պետություն սարքի Իրանի նման։ Երեք ասեցի թեոկրատիկ պետությունը լավ օգուտ է տալիս, Դանիելա Պետրովիչ Նագոշի, որը ստեղծեց Չեռնոգորիան, երևի Նիկոլը սրա մասին է մտածում։ Ես չեմ ուզում խառնվել այս խոսքերին, ես ինչ որ պետք է երկուսի մասին ասել եմ, միայն մի բան կասեմ, որ սա հերթական շոուն է, որ ժողովրդին փորձում են ոչինչ չունեն ասելու, իրար հետ վառ պահել համատեղ գործելով։ Եվ ինչպես երևում այս համատեղ գործելուն, ընդհանրապես հայ ազգի համար ոչինչ չարած սուտ հայակվեն, որ չգիտես ինչ ինքը հայտնվեց, ստորագրել տվեց, Արցախը չենք հանձնի բան, բայց պարզվում է ոչինչ չեն անում, գնացել է հերթապահություն անում, էջմիածնում, որ Գարեգինին չփոխեն, իբր թե, այ քեզ բան։ Մինչև այդ մտում ինչ է կարե հայակվել, որ հիմա էլ եկել է Գարեգին փրկելու։ Սա փրկիչ են դա Ռայմարդ, մի հատ Բագրատ լրբազան կար, փրկիչ բերեցիք, տեսանք ինչ եղավ։ Հաջորդ ուզում եմ արտահայտվել Հայաստանի մասին էլ չեմ խոսելու, այսօր դրսի լուրերը դա բավական հետաքրքիր, իմիջիայլոց շատ հետաքրքիր լավ լուրեր ունեմ Թուրքիայի լրատվականից եւ պատմական ակնարկ։ Ուրեմն ասեմ ձեզ, որ Իրանի ղեկավարությունը բառացի ասացին, որ մենք վիժեցրել ենք Զանգեզուրի միջանցք ծրագիրը, որով դա Իրանի վտանգներ, որ Եվրոպա չի գնալու, ինչպես նաև ասում են ռուսների վտանգներ, որ ներքևից կտրելու են ռուսը սահմանափակվի Իրանից ճանապարհով եւ Հայաստանի համար, որը պետք է սահմանափակվեր։ Բնականաբար մենք տեսել ենք, որ եթե մնար, ես 1000 անգամ եմ ասել, Նիկոլ Փաշինյանին նա վաղուց տվել էր։ Ու թող սուտ չասեր, թե Քոչանն է տալի, ես չեմ տալի, բոլոր տեղ տվող եք դուք վերցնող չեք։ Իսկ ինչ վերաբերվում է Իրանի արած գործերը, այո, վիժեցրեցին, որտեղ Իրանը 1000 անգամ թե հայերին, թե թուրքերին, թե ռուսներին, թե ազեր քոչվոր բառաններին ասաց, որ Զանգեզուրի միջանցք չկա։ Դա կարմիր գիծ է Իրանի համար, Իրանը դրա համար կպայքարի։ Սա հարցը մի կողմ։ Հաջորդ հարցը ինչի համար ուզում եմ անդրադառնալ, ես ուզում եմ անդրադառնալ Մեդինսկու խոսքին, որը հիացրել էր որոշ ռուսամետ հայերի, ռուսի տակ մտած, ոնց որ երեկել մեր էջում մեկը մտել էր, թե ռուսը փրկելու է Հայաստանը, սա հողերը վերադարձնի, էշ մի հատ հայ։ Այ կտեսնեք մինչև 2030 թիվը, կատարյալ ուղեղից հիվանդ մարդ հանեցինք, գցեցինք մի կողմ։ Հիմա ռուսը ասում է, որ Մեդինսկին ասում Ղարաբաղը վիճելի տարածք, Ադրբեջանը վարկյանական թքեց վրեն, Մեդինսկին Պուտինի օգնականն է, եւ 5 րոպե հետո Ալքաշ Զախարովան հելավ ասաց Ռուսաստանի պաշտոնական կարծիքը Արցախ չկա, Ղարաբաղը Թուրքիայի անբաժանելի ազեր քոչվորի մասն է։ Ռուսաստանում էշ խոսացող հայեր, տեսակ էլի։ Էս էլ 1000-րդ անգամ։ Նույնն էլ Նիկոլ եւ մնացած Ռոբ եւ այլն, որ ռուսի հետ իբր լավ են։ Սրա հետ եք լավ են։ Վերջ։ Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկայի հարցերին, ասեմ ձեզ, որ նախ Եվրոպան զինվում է ոչ միայն իր զենքով, գործարանները այլ երկրների, ովքեր զարգացած երկրների, կոնկրետ հարավկորեական զարգացած տանկերը, որոնք բավական ուժեղ են, նման են գերմանական Յագուարներին, ճիշտ է մի քիչ հետ են մնում, բայց ուժեղ են, բերել են արտադրությունը դրել են Եվրոպայում, հատկապես Ռուսաստանի սահմանի մոտ Լեհաստանում, որը արագ արտադրությունը կազմակերպելու եւ ապահովելու է Եվրոպայի արևելյան մասի սահմանները, ինչպես ներկայացնում են գերմանական ծառայությունները, Ռուսաստանը որոշել է իբր պատրվակ բռնի Լատվիա, Լիտվա, Էստոնիայի վրա հարձակումով, որպեսզի իրեն մնացել է շատ փոքր տարածք Բալտիկ ծովով դուրս գալու, մնացել է միայն Պիտերի մասը, դե Կալինինգրադն է կիսաշրջափակված, դարել է ներքին ծով, ամբողջ ՆԱՏՕ-ի ներքին ծովն է դարել, ինքը պիտի հարձակում գործի, փորձելու է հարձակում գործի, պատճառ բռնի իբր ռուս ժողովրդի պաշտպանություն,
որպեսզի կարողանա իշխել այստեղ։ Կարողանա իր դիրքը պահել Բալթիկ ծովում, իսկ Ռուսից ամեն ինչ հնարավոր է, միանշանակ հնարավոր է։ Եվ դրա համար շատ հնարավոր է պատերազմ սկսվի շատ շուտով։ Սա ասում են տեղի Բալտիկայի երկրի հատուկ ծառայությունները եւ Գերմանիան։ Դե ինչպես տեսնում ենք, Գերմանիան ու Ճապոնիան հիմա ռևանշիստական իրավիճակ են վերցել 45 թվի հանդեպ։ Երևա ինչով կավարտվի սա, քանի որ Ռուսաստանի պարբերակապար ռմբակոծումը շարունակվում է, ռուսներն են փոխարենը խփում են Ուկրաինայի քաղաքների։ Անցնենք մեկ այլ հարցի, հարգելիներս, ասեմ ձեզ, որ այսպիսի բան է կատարվում իմիջիայլոց։ Անցնենք ռուսական ադամանտ արտադրող Ալ-Ռոսիային վտարել են Աֆրիկայից։ Դրա համար ռուսները ամեն գնով ցանկանում են Սաքսյան արտակից ստանային Բուժումբուրայի օդանավակայանը, որտեղ Ալմաստի քաղաքը դա Բուժումբուր է։ Դրա համար էլ մինչև հիմա դատական process-ը արտակից ցկցկվում է։ Անցնենք մյուս հարցին, որը բավական մեր համար ավելի կարևոր է, քան այս մյուս գործողությունները Ռուսաստանի։ Ես ուզում եմ ցույց տալ Թուրքիայի տվյալները, վերջին տվյալները, որը տալիս են թուրքական ընթերթերը, որոնք իրական ոչ թե ընդդիմություն ժողովրդի ճիչն են ասում։ Նախ ասում են, վերջին 1 տարվա ընթացքում մաքսիմում Թուրքիայից հեռացել է 1.8 միլիոն ներդրող, բորսայից հանել իր հետ տանելով 306 միլիարդ դրամ կամ 13.5 տրիլիոն լիրա։ Պարզա չէ։ Իսկ այսօրվա դրությամբ թուրքական լիրան պատմության մեջ էլի առաջին գահավիժումը մեծագույն սարքեց, 1 լիրան հասնում արդեն 1 ռուբլու, 1.8 ռուբլի է, 1 լիրան արդեն հասնում է ռուբլու, 1.8 ռուբլի է։ Բրավո, սա շուտով կհասցնեն դրամին ու հետո դրանից է կընկնի ու կանցնի։ Իսկ ինչ վերաբերվում է այս թվին, սա հսկայական կորուստ է 306 միլիարդը Թուրքիայի համար, որտեղ եթե անընդհատ այդքան փող է դուրս գալիս, երկրի վիճակը կործանվում է։ Եվ անցնենք նաև համալսարանների տվյալների, որը ճիչ է առաջարկում, թե նախանցած տարի համալսարանը դիմե 3.1 միլիոն բնակիչ երկրում, այդքան մարդ է դիմաց եղել, իհարկե կոնկուրսից քիչ են ստացել, անցած տարի դիմել է 2.6 միլիոն, կես միլիոն ավելի քիչ, այս տարի ասում են հնարավոր է դիմի 1.8-1.7 միլիոն մարդ համալսարան, որը շատ ծանր հետևանք է, այսինքն դիմորդները եթե 1.7 միլիոն են, բնականաբար, ոնց որ Հայաստանում էին սարքում տեղեր կա սահմանափակեն, ժողովուրդը դուրս է գալիս։ Եվ ինչպես տեղեկացվում է վիճակագրական տվյալը Թուրքիայի շատ ահավոր վիճակա Թուրքիայի աճի հետ, այն որ գոռում են թուրքերին պաշտպանում են, արա թուրքը դառավ 7 միլիոն, 70 միլիոն, 90 միլիոն հեքիաթներ, ես որ ասում եմ մաքսիմում Թուրքիայի բնակչության թիվը կլինի 55 միլիոն, թվերը բերում է իրենց վիճակագրականը ավելի վատ, ավելի մռայլ տվյալ։ Ուրեմն Թուրքիայում կանանց վերարտադրությունը 24 թվին այս տարի ասել է, որ լինելու է 30% ավելի անկում այս թվից։ Մեկ կնոջ հաշվով 1.48 է, ուշադիր լսեք, 1.48։ Վերցնում ենք 80 միլիոն մարդ մեջ, հա, կեսը դնում ենք կին, այդպես է, չէ՞, կին, կեսը դնում ենք, կեսը համարում ենք աճի շրջան, այսպես վերցնենք, էլի, հաշվենք, ասենք, թուրքերին է կեսը 18-ից հաշվենք մինչև 50, այսպես 30 տարվա մեջ, հա, 30%-ը 1.8 հոգով լինում է, որ 46, ասենք 23 միլիոն կին, չէ, որոնք աճելու են, տղամարդկանց թիվը, հետո ամուսիններ դառնում է 46, նրանք տալիս են 31 միլիոն մարդ, այսինքն 46 միլիոնից մնում է 31, քանի որ 1.48-ը դա դեռ պաշտոնականն է։ Իրականում մեծ մասսայական բաներ են անում, սոցարծյուններ են անում Թուրքիայի բնակչության երիտասարդ 90% աղջիկների կայծիգորիկ երեխա չունեն ու չեն էլ ցանկանում ունենալ, առավել ևս ամուսնանալ։ Պատճառը ոչ միայն սոցիալական ծանր վիճակն է, այլ ազատությունը, որ մարդիկ ցանկանում են ազատ ապրել, մատնացույց անելով իրենց ծնողների ծանր չարքաշ կյանք, որ ոնց է եղել, որ շատ երեխա են ունեցել, չեն կարողացել ապրել, ընտանեկան ճնշումը, գումարած այդ չարչարանքը եւ այլն։ Սա հոյակապ արդյունք է, հիանալի լուր է, քանի որ սրանից է սկսվում պատերազմները Էրդողանի հասկանալով իրավիճակը, որովհետև երկրում հայերի ու քրդերի թիվը շատանում է, արաբների, թուրքի թիվը հսկայական առումով քչանում է։ Ես ձեզ ասել եմ, Թուրքիայի Փոքր Ասիա թերակղզու արևմտյան ափում թուրքերը ունենում են մաքսիմում 1 երեխա։ Իսկ հիմա դուրս է գալիս, որ մեծ մասը չեն էլ ունենում նոր եկածներ, չեն էլ ուզում։ Ոչ մեկ չի էլ ուզում ամուսնանալ, չի էլ ունենում։ Սա իմ ասածն է, իսկ ինչի է ներքին պատերազմները սկսվում, երբ որ տիտուլնի ժողովուրդը լինում է քիչ։
տեղի այլ ազգերից։ Հայերի թիվը շատանում է, քրդերի թիվը շատանում է։ Իմիջիայլոց կա պաշտոնական տվյալ, գենետիկ տվյալ ոչ միայն այս մասին, 1700 թվերից սկսած անգլիացիները հաշվում են 1850-ականներին ավելի խիտ, որ Թուրքիայում ինչքան հայերին կոտորում են, հայ սերունդը առողջ է։ Հայը լավ երեխա է ունենում, որակով թուրք ուներում այն ժամանակ 12-14 հատ երեխա, հայը ուներում էր 5-6 կամ 7 կամ 8 հատ երեխա։ Հայի 8-ն էլ դառնում էին լավը, նրա 14-ը մահանում էին, մնում էին 5-ը։ Դրա համար պարբերաբար գենոցիդ արեց, բայց հիմա այդ տարբերակի ուրիշ տեսակն է լինելու։ Այն ժամանակ աշխարհը ուրիշ էր, հիմա ուրիշ է։ Ճիշտ է, հիմա էլ է դաժանություն, հիմա էլ է գենոցիդ, բայց ազգային չափերի առումով հիմա դեմը առնելը շատ դժվար է հայերի, արաբների, քրդերի, եթե 11 թվականից ընդունեցին արաբներին ընդամենը 2 միլիոն, այսօր այդ արաբը դառել է 6.5 միլիոն, իսկ Թուրքիայի բնակչությունը ավելացել է ընդամենը 10 միլիոնով, որից դուրս է գալի 3.5 միլիոնը արաբն է, մյուսն է։ Թուրքիայից այս մասսայական արտահոսքը շատ ցավոտ հետևանք ունենալու։ Այդ որ տարեկան գրում են 96-97 միլիոն, սա լրիվ աբսուրդ է եւ հիշեցնեմ ձեզ, մեկ կնոջ հաշվով 1.48 երեխա, նրանք ոչ են գրում թուրքերի հաշվով, գրում են ամբողջ երկիր, այսինքն քուրդը հայը, որ ունենում են 4, 5, 6 երեխա, դուրս է գալիս, որ թուրքերը չեն ունենում։ Դրա համար էլ այս ազգերը հավասարվում են, նույնիսկ տեղ կա, անցնում են տեղի բնիկ ժողովրդի, տեղի տիտուլնի ազգից, բնիկը հայերն են։ Բարձա բնիկը հայերն են, բնիկը հույներն են, բնիկը տեղի հարավային մասում ասուրիներն են եւ այլն։ Այսինքն ժողովուրդը անցնում է։ Դրա համար Թուրքիան կործանման ճանապարհին է բռնել։ Այն որ ասում է Թուրքիան հենց է կործանվելու մի օրվա մեջ, որ լավագույն տեղը թողեն Թուրքիայի մի 100-150 հազար քառակուսի, այնքան որ թուրքը մնա այդտեղ, այսինքն այն որ Սևրի պայմանագրում Թուրքիային գծել էին 180 հազար միայն Սև ծովի, դա նույնիսկ շատ էլ է լինելու։ Այնպես որ այս շարունակությունը շատ ուժեղ հետևանք է տալի։ Տեսեք, պատերազմ սկսավ ներքին, ինչի համար, քանի որ արաբների թիվը Իսրայելում հասավ արդեն ջհուդների թիվին, սկսեց ներքին պատերազմ, բայց էլի չեն կարողանում հաղթել։ Մինչև հիմա մի հատ Գազայը չեն կարողացել գրավել։ Նույնն էլ Թուրքիայում անում։ Ուլնելու է, քանի որ ժողովուրդը փողոցն է, ոչ մի փող չկա, ոչինչ չկա, աշխատավարձերը ցածր, ինֆլյացիան բարձր, իմիջիայլոց մեջ սկանդալը հասունացել, իբր ձևի համար մի 30 հոգու բռնեցին, բայց իրականում այս թվի մեջ մի քանի տասնյակ հազար մարդիկ են, տուրիստներից գողանում են փողեր տարբեր ճանապարհով։ Տուրիստը քարտը քաշեց, կոդը հավաքեցին, քարտը քաշեց կամ առանց կոդ, հատուկ ծրագրով տուրիստների Թուրքիայում քարտից փողեր են անում, խանութում կլինի, ծովափում կլինի, հյուրանոցում կլինի, թե չէ։ Հսկայական փողեր են տանում, դրա համար տուրիստներն ահավոր քչացել են։ Ահա այսպեսի իրավիճակում ստեղծել եւ բայել պետությունը, սա ուղղակի խայտարակություն է։ Հետո դες հիշեցնեմ, էլ միշտ ես կրկնել եմ։ Թուրքիայի նման պետությանը, որպեսզի ինքը ուղիղ կանգնի եւ պատերազմի արանքը չընկնի, իրեն պետքա որ մինիմում 250 միլիարդից ավել ներդրում անեն, որ խաղաղվի ժողովուրդը դոլարային սովը քաղցից։ Հայաստանի նման երկրի 1 միլիարդ էլ է հերիք, որ խելոքանա։ Իսկ 250 միլիարդ Թուրքիային այսօր ով է տվող։ Ոչ մեկ Թուրքիային 250 միլիարդ փող չեն տալիս արգելինես։ Սա ընդհանուր իրավիճակն է, ես ձեզ հիշեցնեմ, որ նույնը ասել եմ նաև Ադրբեջանի համար, որն էլի պատրաստվում է պատերազմի ձև տալով ինքը հաղթեց այս առավ, այն առավ։ Ադրբեջանի աճը 1.37 է, այսինքն կնոջ վերարտադրությունը 1.37 է։ Պարզ է, մեկ կնոջ հաշվով։ 1.37 իրականում սա ավելի ցածր թիվ է, քան Թուրքիայինը։ Դուրս է գալիս, եթե Ադրբեջանը ինչքան բնակչություն ուզում է ունենա։ Ինչքան շատ, այնքան քիչ քչանալու ավելի շատ է, սրանք հաշվելուց սխալ են գրում։ Տեսեք, սկզբի 4-5 միլիոնի տեղը գրում են 10, բայց հետո որ 10-ից 5 միլիոն կին հանեն, դրանից 2.5 միլիոնին 5 միլիոն տղամարդ, 1.37-ով տակը մնալու է 2.8 միլիոն մարդ։ Պարզա չէ, այսինքն մինուսը ավելի շատ է գնալու։ Սխալ հաշվարկ մաթեմատիկա չիմացող 4 դասարանի տարական դեբիլություն։ Ինչքան թիվը մեծացնում ես, այդքան տոկոսով քեզից շատ է հելում մարդ։ Հիմա դուրս է գալիս, որ Ադրբեջանում էլ 5 միլիոն մարդոց մնում է 2.8 միլիոն մարդ։ Բրավո։ Հայաստանի Հանրապետության տվյալը նույնպես Հայաստանը աճով ցածր է, բայց Հայաստանի մեկ կնոջ հաշվով 1.67 երեխա է դուրս գալիս։ Բայց հաշվի չեն առել սա Արցախից եկածները, մեր Արցախից եկած հայրենակիցները բավական աճով բարձր են։
Նրանք նույնիսկ աճով բարձր էին Ադրբեջանից 2 անգամ։ Եթե մենք հաշվենք 2 անգամ բարձրը, թեկուզ 100,000, 120,000 արցախցու հաշվով 2 անգամ բարձրը, գալիս է 2.75, այսինքն թեթև աճ է տալիս Հայաստան։ Ուժեղ չէ, թեթև աճ է տալիս։ Գումարած նրանց տնտեսական իրավիճակները, կոռուպցիան եւ բախնելը դուրս է գալիս, որ X ժամանակահատվածում նրանք սկսում են ավելի քչանալ եւ ավելի ցավ է դառնում։ Հələ Ադրբեջանը դեռ փորձել է իրան պահի իբր միատար, իրականում այնտեղ աճը տվողները, էլի ասել եմ, չէ՞, դες Բաքվում մի երեխուց ավել չեն ունենում մաքսիմումը։ Լեզգիները, թալիշները, թաբասարանցիները եւ մնացած ազգերը ավելցուկ են տալու։ Ադրբեջանի կործանումն է անխուսափելի։ Սա իրական հաշվարկային տվյալներ է, որ ես վերցրել եմ բաց տեղերից, կարող եք դուք էլ մտնել Ադրբեջանի վիճակագրական եւ Թուրքիայի վիճակագրական տվյալներ։ Աճի վերաբերյալ։ Դրեք տեսեք, եթե տարբերություն չկա, մեկ էլ հիշեք, որ այդ տարբերությունը, որ իրանք միջիչ ավել են գրում, իրականում դա մոտավորապես 50 կամ 70% է սխալ է։ Հələ ես գրել եմ պաշտոնական թվերը, բա որ իրական թվերը վերցնենք ինչա կատարվում։ Ինչպես ներկայացնում են ադրբեջանական դրսում գտնվող ընդդիմությունը, Ադրբեջանում երիտասարդ տղաների քանակը շատ սակավաթիվ է դառել։ Բոլորը փախնում են հասկանալով ամեն ինչի իրավիճակը, որ իբր Արցախ գրավեցին, Արցախ չկա, չեն կարողանում ոչ մի բան անել, ժողովրդի վզին դրածա, որ Արցախը դուք եք սարքելու, այն թալանը ինչ որ կատարվում է Հայաստանում։ Նույնն էլ այդտեղ։ Այսինքն Արցախի գրավումով նրանք ոչինչ չեն շահել։ Բացի Ալիևի հոխորտանքից։ Ահա այսպիսի հետաքրքիր լուրեր ասեցի ձեզ, որը բավական մեր ազգի համար օգուտ է, որ եթե Հայաստանում հաղթեն ազգային ուժերը, շատ ճշգրիտ ու գեղեցիկ կլինի այս իրավիճակը, թշնամուն հաղթել ավելի դյուրին։ Ես ուզում եմ մեկ էլ ներկայացնեմ մի քանի պատերազմի իրավիճակ, որը տեղի է ունեցել Թուրքիայի եւ Վենետիկի հանրապետության միջև։ Հիմնականում Թուրքիայի եւ Վենետիկի պատերազմները հարգելիներս պարտվել են հիմնականում վենետիկցիները։ Ինչի հիմա պատմեմ։ Շատ զարմանալի հարցեր է եղել։ Նախ առաջի պատերազմը, որ եղել է, 1415 թվականին է եղել, դեռ օսմանցիները չեն գրավել Կոնստանդինոպոլիսը, Դարդանելի մոտ պատերազմ է եղել եւ պարտվել են, որից հետո հանձնել են վենետիկցի Սալոնիկին, եւ Սալոնիկի քաղաքը, ինչի համար իրական է դες ասել են Վենետիկը դոժերի պետություն էր, այսինքն ինքը իրենից համարվում էր հանրապետություն, բայց իրականում ինքը դիկտատուրա, մաֆիոզների հանրապետություն էր։ Դոժերն էլ ջուդա խառափողատերերն են, որոնց էլ իբր օգնում էին իբր հոգևոր ղեկավար, այսինքն հոգեկան Հռոմի Պապը ջհուդ ղեկավարը, որը թույլ տվեց, որ վենետիկցիները պարտվեն։ Հետագայում, երբ որ այդ ընթացքում պայմանագիր էին կնքի Ադրիանապոլիսի 1453 թվականին, որ Կոնստանդինոպոլիսը գրավեցին, շատ մեծ հարված եղավ Վենետիկի հանրապետությունը, քանի որ մինչև այդ ասել եմ ձեզ, խաչակիրներին ուղղորդեցին Կոնստանդինոպոլիսը թալանելու վենետիկցիք, որով գցեցին այդ հսկայական կայսրությունը, ինչը իրենք առևտրական կետեր սահմանեին մինչև Սևծով եւ մնացած տեղեր։ Հարված եկավ իրենց դեմ։ Բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան ես տեսնում եմ։ Երբ որ պապերը մոտենում են իբր թե պաշտպանելու Վենետիկին, ցանկացած պատերազմ, որտեղ պապերը մոտեցել են, պարտվել է Վենետիկը, որտեղ պապերը չեն մոտեցել, իրենք մյուս երկրների հետ գնացել են թուրքերի դեմ, հաղթել են, հարց, պապերը ինչի էին Օսմանյան կայսրության կողմ, ոնց որ հիմա Ադրբեջանը։ Այս հարցը ես կներկայացնեմ ձեզ նաև։ Հաջորդ պատերազմը եղել է 463 թվականի հունիսի 28-ին է եղել Մորեայի դեմ պատերազմում, որում էլի վենետիկցիները պարտվում են, որտեղ Ստամբուլի, Կոնստանդինոպոլսի պայմանագրով 100,000 դուկատ փող են տալիս։ Ուրեմն տեսեք, Վենետիկի հանրապետությունը, որ իրեն զբաղեցնում էր Վենետիկ քաղաքը Դալմատյան կղզիներ մի քանի 15-20,000 քառակուսի, բայց ինքը իրենից, քանի որ հարուստ էր, առևտուրը ամեն ինչը ձեռն էր, ինքը կարողանում էր Օսմանյան հզոր կայսրության հետ կռվել։ Հաջորդ պատերազմը տեղի ունեցել 1499 թվականին Սուլթան Բայազեդ II-ը, երբ որ մամլուկների հետ իզուր կռվում է Եգիպտոսին պետք է պարտվի, այնտեղ պայմանագիր է կնքվում, տեսնում է, որ Վենետիկը թույլ է, հարձակվում է Վենետիկի վրա Ադրիատիկ ծովում հաստատվելու վրա։ Այս ժամանակ Վենետիկին օգնության պետք է գան Հունգարիան, Պապը եւ Ֆրանսիան, բայց այնց է լինում, որ Պապը առնետություն էլի անում, հա։ Եվ պատերազմակցում ներքին Վենետիկի միջև, Վենետիկի եւ տեղի երկրների միջև եւ Վենետիկը կրկին անգամ պարտվում է կրկին քրիստոնյաներին նորից տալիս են Թուրքիին ջարդելով։
Երրորդ պատերազմը, որ եղել է հետները, չորրորդ պատերազմը, եղել է թուրքերի ու Վենետիկի հետ, էլի կղզիների համար, որում կրկին անգամ պարտվում է եւ Վենետիկը այս անգամ վճարում է 300,000 դուկատ փող։ Էլի Պապը մեջ հանգնում, որ օգնի, չի ստացվում։ 5-րդ պատերազմը լինում է Կիպրոսի համար 1570 թվականին։ Քանի որ Կիպրոսի համար եղած պատերազմում նրանց ղեկավարներից եւս մի ջհուդ ամրոցում էին նշանակի դուռները բացեց թուրքերին ընդունեց, կարողացան պատերազմ անել, Կիպրոսը վերցրեցին։ Բայց նայից հետո 1571 թվականին, քանի որ կորցնում են արդեն Կիպրոս, գալիս է քրիստոնեական մնացած տեղերը, կորցնում են, գալիս է առաջին սրբազան պատերազմը, որի մեջ մտնում էին Իսպանիան ու Պապի միությունը, որին միացավ նաև Ավստրիան, եւ պատերազմը եղավ խայտառակ, որի արդյունքում թուրքերը կորցրեցին 30,000 սպանված ծովում եւ հսկայական քանակությամբ նավեր, որը հիմնականում կոտորեց Թուրքիային որպես նավային պետություն լինելը։ Ծովերում նա պարտվեց եւ հաղթեցին եվրոպական երկրները։ Ու սրանով վերացավ այն հարցը, թե Թուրքիա Օսմանյան կայսրությունը ամենաուժեղ երկիրն է աշխարհի։ Եվ սրա վրա սկսեցին արդեն հաջորդ գործողությունները։ 1645 թվականին պատերազմ սկսեց, որ վենետիկցիները ծովի մեջ խեղդում են Մեդինայից եկած սուլթանին իր 30 սիրուհիների հետ, պատճառ են բռնում եւ հարձակվում են Կրետեի վրա։ Եվ Վենետիկը դիմում է որպես փոքր պետություն, քաղաք-պետություն, թե եթե մենք կորցնում ենք Կրետեն, սա վերջապես կորցնում ենք ամբողջ միջերկրական ծովը, դուք էլ առևտուր չեք կարողանա անեք, եւ հենց այս ժամանակա որ Կրետեյում էլի դավաճան վենետիկցի անունով ջհուդը բացում է դուռը եւ Վենետիկը պարտությունից հետո արդեն տալիս է նաեւ 150 միլիոն դուկատ փող։ Պատկերացնեք, չէ՞, գնալով թուրքերին տված փողերը շատանում է։ Եվ գալիս է 7-րդ պատերազմը, որը լինում է 1684 թվականին, արդեն եկած ֆրանսիական կայսր մյուսները մոտենում են, իրար հետ համագործակցված գնում են պատերազմի, որով կոտորում են արդեն այդքան տարի հետո Օսմանյան բանակը եւ մի շարք կղզիներ, պետություններ վերցնում են իրենց վրա եւ 9-րդ վերջնական պատերազմը, որը եղել է 1714 թվականին արդեն Թուրքիայի ու Վենետիկի մեջ, նրանք իրար հետ միացրել են իտալական մի քանի մարզեր, ինչպես նաեւ Ավստրիան եւ Պապի միությունը, չնայած Պապի միությունը միշտ տակեց խաղեր էր տալի, որ շուտ պայմանագիր կնքեք, որ թուրքերի հետ շատ մեծ պատերազմ չլինի, հիմնականում Վենետիկը հետ է ստանում իր վերահսկողությունը Ալբանիայի կղզիների, Դալմատյան կղզիների, Հոնիական կղզիների եւ մի շարք կղզիների վրա, հա, եւ այդ ամբողջ գործողությունների ընթացքում Վենետիկը կհաղթեր եւ օսմանցիներին դուրս կմղեր, այսինքն մի քանի 100,000 քրիստոնյա ավելի քիչ կմահանային, եթե Պապը չփորձեր քիթը խոթեր կրկին անգամ կանգնեցնելու պատերազմը, տեսեք, Պապը Օսմանների կողմից ալում, Պապը պատերազմը կանգնացնում է, որպեսզի գնան հակաֆրանսիական կոալիցիային մասնակցել։ Ասածս ինչ կցուցանե, որ ցանկացած ժամանակ եկեղեցական ստեղծված այս կառույցը, որը Պապը պետություն ուներ, թե ինչի պիտի Պապը պետություն ունենար, սա ամենամեծ հարցն է, միշտ փորձել է խախտել քրիստոնյաների արժեքը։ Հիշեցնենք ձեզ, որ տխրահռչակ Պապի պետությունը Կիլիկիային ասեց, որ դուք եթե ընդունեք կաթոլիկություն, մենք ձեզ կօգնենք, Կիլիկիայի մի մաս ընդունեց կաթոլիկություն, ունիտորների, այսինքն ունիայի միությունը, միութենական ունիա ընդունեցին, ովքեր հակաունիտորներ, սկսեցին իրար ջարդել, որը ավելի թուլացրեց երկիրը։ Երկրորդ անգամ Պապը պիտի օգնություն տար Կոնստանտինոպոլսին, Պապը ընդամենը ուղարկել է 800 զինվոր։ 800 զինվոր ուղարկել Կոնստանտինոպոլսին թուրքերի հսկայական 100,000-ով զորքերի դեմ պատերազմ։ Այդ դրա համար էլ Պապը միշտ հանդիսանում է իբր թե բարերար, բայց իրականում թարախմիջնորդ ջհուդական քրիստոնյաների մեջ։ Տխրահռչակ այս սատկած Պապն էլ, որ Ալիևին կնգա դոշին եսի մինչեր դնում եւ կնգա դոշին եսի մինչեր կպցնում, Արցախի ամեն ինչը արծով սուս, սատկեց Բենեդիկտը եւ ամբողջ ամեն ինչը նվեր էր տալիս նրանց, ձեն չանելով, Ալիևի ախբերություն անելով եւ Հռոմը նորոգելով։ Ահա այս է հոգեվորականի կերպարը Պապի դեմքով։
Ես Հայաստանի դեմքով դեռ չեմ խոսում, ինչ որ պետք է խոսել եմ, ինչ որ պետք լինի հետո կխոսեմ, ես հիմա Հայաստանում համարում եմ, որ շոուն համատարած երկու կողմով գնում է առաջ։ Ահա այսքանն էի նախատեսել, հարգելիներս, հիմա կասեք ինչ ես միշտ կարճանում, որտեվ ամուր, այսպես խտացված հաղորդումը բավական կարևոր է եւ բավական հաճելի է լսել, քանի որ եղանակը ամառը մարդիկ շատ չեն նստում, ծմերտ ցուրտ չի էկրանի առաջ, դրա համար պետք է որ կարճ անել, որ մարդիկ հաճելի նայեն ու շուտ դուրս գան։ Հաղորդումը ավարտելուց ուզում եմ ասեմ, հիշեցեք, այն մարդը, ում մեջ Աստծո լույսը կա, նա Աստծո հետ է, ում մեջ մարում է դա կաշառքի, ազգադավաճանության եւ մյուսի միջոցով, նա դադարում է լինել ընդհանրապես հայ։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդահանում, Արտվինում, Թոխատում, Երզնկայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։